Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երբ որ խոսում ենք Հայաստանի ուրեմն հարաբերությունների կարգավորման մասին հարևանների հետ, մենք ունենք հարգելի գործընկերներ 4 անմիջական հարևան, երկուսի հետ ունենք չկարգավորված հարաբերություններ, Ադրբեջանին անդրադարձա եւ ուզում եմ նաեւ խոսել Թուրքիայի հետ, մենք ունենք բավականին դինամիկ եւ դրական երկխոսություն, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի ուրեմն աշխատանք, որը գետնի վրա տարվում է, գիտեք, տեղի ունեցել ուրեմն Գյումրի Կարս երկաթուղու վերագործարկման նպատակ ունեցող ես մտադրությունները նաև չեմ հիմա նորից կրկնում, բազմիցս են հնչել սահմանների ամբողջական բացում, Գյումրի Կարսի վերագործարկում, երկաթուղային կապի նաև ավտոճանապարհի վերագործարկում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ այլն, այս մտադրությունները նորից թվարկելու իմաստ չկա, բայց գետնի վրա աշխատանքը շարունակվել է եւ տեղի է ունեցել, օրինակ Գյումրի Կարսի վերագործման համար կա համատեղ աշխատանքային խումբ, երկու, եթե հիշողություն չի դավաճանում, հանդիպում է ունեցել այս աշխատանքային խումբը, գնացել են տեղում ենթակառուցվածքներ նայել են այս կողմից, ենթակառուցվածքներ նայել են մյուս կողմից, չգիտեմ, նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է եւ իրավական հիմքեր են հստակեցվում կամ մեխանիզմներ են փորձում հասկանալ օրինակ անի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը կրկին վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումներ են տեղի ունեցել, ես եմ հանդիպումներ, շփումներ ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ, մեր մյուս գերատեսչությունների ղեկավարներն էլ առիթ ունեցել են մասնակցելու այդպիսի քննարկումների, այցեր անելու եւ հանդիպելու շոշափելի ուրեմն տեղի ունեցած արդեն փաստերից կուզեի նշել e-վիզա էլեկտրոնային համակարգով եւ առանց պետտուրքի մուտքի արտոնագիր ստանալու ուրեմն հասանելիությունը Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագրեր կրող անձանց համար այդ թուրքական ավիաուղիների մուտքը եւս այստեղ կարելի է թվարկել